Ողջույն, ես Աստղիկն եմ, եկեք միասին պատրաստենք այս վարդերով տորթը։ Միջուկը պատվիրել էին Snickers, իսկ ես հրաշք աղջիկով մայկաս ես պատվիրել եմ դեռ 2020 թվականին մարտի մոյից ու տեսեք նկարին մինչև հիմա ոչինչ չի եղել։ Լավ, անցան գործի, վերցնում ենք բաֆլե թղթերը, կտրատում ենք նախ քառակուսի, հետո այս հրաշք գործիքի օգնությամբ քառակուսիներից ստանում ենք շրջաններ։ Շրջանները ուղղակի ծալում ենք մեջտեղից։ Վերցնում եմ մի հարմար գործիք, դա կարող է լինել նաև սովորական բաժակ։ Առաջին շերտին ոչ մի դեպքում ջուր չանեք, իսկ այ հաջորդ շերտերից սկսած այն հատվածը, որը ամրանալու է, մի փոքր թրջում ենք վրձինի օգնությամբ եւ ամրացնում ենք վարդին։ Ընթացքում շրջանները ծալում ենք ոչ թե մեջտեղից, այլ այնպես, որ ավելի շատ հատվածը ընկնի դուրս։ Այսպես օգտագործում ենք անհաշվելի քանակությամբ շրջաններ եւ վերջում ուղղակի հեռացնում ենք հարմարանքը, որի օգնությամբ պատրաստել ենք։ Տորթը նախ պատում եմ կրեմի նախնական շերտով, հետո նոր արդեն վերջնական գանաշով։ Հարթեցման վրա կարելի է շատ չչարչարվել, քանի որ տորթի ամբողջ երկայնքով ամրացնելու ենք վաֆլե թուղթ։ Վարդերի այն հատվածը, որ պետք է ամրանա տորթին, ջրի օգնությամբ մի փոքր թրջում ենք եւ ուղղակի ամրացնում։ Ամեն դեպքում այս բոլոր գործերի մեջ ես իհարկե սիրում եմ զարդարելու process-ը։ Այն հատվածները, որտեղ մի փոքր դատարկ է մնացել, ուղղակի վաֆլե թերթիկների միջոցով լրացնում ենք։ Այստեղ մի փոքր հիանում եմ ստացված արդյունքով։ Հետո այրոգրոֆի միջոցով ներկում եմ այս հրաշքը, ու այս ներկելուց հետո ավելի եմ սիրահարվում այս տորթին։ Տորթի վերջնական տեսքը լրացնելու էին 25 մոմերը, որոնք լինելու էին տորթի վրա։ Չմոռանաս միանալ իմ էջին։